Վերջերս նաև մենք տեսանք, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ըստ էության Հայաստանին մեղադրեց ռուսատիացության մեջ, նշելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ն այս տարածաշրջանում, այսպես ասենք, իր ձեռքին խամաճիկներ մարիոնետկայի նման օգտագործել է որոշ պետությունների, հիմա այդ թվում է նաև Հայաստանը։ Կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք, սա հերթական ամենաբարձր մակարդակով զգուշացումներից մեկն է։ Մարգարիտա Սիմոնյանը վերջերս հայտարարեց, որ ըստ էության Հայաստանի ընտրությունները այո կեղծված են, բայց կան մարդիկ, որոնք ընտրել են Նիկոլ Փաշինյանին եւ առաջարկում էր, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ընտրել են Նիկոլ Փաշինյանին, Ռուսաստան մուտք արկելվի նաեւ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ինքնին համարվում է հակառուս քաղաքական գործիչ, հետեւաբար նաեւ իրեն ընտրողներն էլ են այդ տեսակետին։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Տեսեք, Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը միանշանակ, եթե չլինեն հիմքեր, եթե չլինեն ինչ-որ տեղիք տալու հարցեր, չի լինի այդպիսի հայտարարություններ, եւ մենք ինքներս բազմաթիվ հակառուսական պետական պաշտոնյաների կողմից իրականացվող գործընթացներ տեսել ենք այս տարիների ընթացքում, ու շատ աֆերից ձևով, երբ որ իրենք մտածում են կարան հակառուսականությունը այստեղ գեներացնեն ու դրա մասին ռուսներն էլ հարիվ են, sense պիտի խափեն, ֆրծնեն, չիմանան, նրանք այդտեղ սխալվել են ու չեն գիտակցում, թե օրինակ ինչպիսի ուժերի հետ գործ ունեն, որի պատճառով մենք բոլորս ենք տուժում ու տառապում։ Ես դեռ 2020 թվականներից բազմաթիվ առիթներով հայտարարել եմ, որ Նիկոլ Փաշինյանենց պլանը մեկն է, վերջի վերջո պետք է գան էդի կյանքի կոչեն, դուրս գան Ռուսաստանի դեմ, Նիկոլ Ալիևը, Էրդողանը ստեղծեն սպայքա, իհարկե այս գործընթացի մեջ Ալիևն ու Էրդողանը ավելի խորամանկ են, իրենք հետ քաշված Նիկոլին են ուզում դեմ տան, այսինքն մեզ Հայաստանը, ռուսներին, մեզ օգտագործեն այդ խաղի մեջ, մեզ հրահարեն ռուսների դեմ, այդ թվում իրենց արևմտյան գործընկերները, ովքեր նույն Վրաստանի օրինակով ներքաշեցին, տեսանք։ Հասավ Վրաստանը Եվրոպա, Ուկրաինային են ներքաշել, հասնում է Ուկրաինան Եվրոպա, հիմա թազա կլոուն կապիկ խամաճիկ է իրանց պետք, մաշվել է Զելենսկին, յուղը վրա Նիկոլ ունեն այստեղ, Պուտինի դեմ հրահարելու, հայ ունեն, հայերին պետք է հիմա էլ մատաղ անեն, ռուսներին դեմ տան, էս է իրանց ծրագիրը, ով չի հասկանում, որ հայը չի հասկանում, որ իրանց երեխուն ուզում են հրահարեն ռուսի դեմ, մենք ինչ են կարողանալու անենք ռուսին, գերտերություն միջուկային զենք ունեցող ռուսին ինչ վնաս պետք է մենք կարողանանք հասցնենք, եթե ռուսին մենք պետք է մեր ամբողջ երկիրը կործանելով մի 2% վնաս հասցնենք, դա Նիկոլես ծրագիրը, իհարկե Նիկոլես թշնամիների ծրագիրը դա է, նրանք այստեղից ինչ օգուտ ունեն, նրանք մեզ օգտագործեն, պարակտում գցեն, Ռուսաստանի ազդեցությունը թուլացնեն, այստեղ բարձրացնեն Թուրքիի ազդեցությունը, այն Թուրքի, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, կառուցեն թուրանական պետություն ու հետո Ռուսաստանի հարցերը լուծեն, հեռագա իրենց հաշվարկներում։ Սա է այն գծված ծրագիրը, որտեղ Նիկոլը խամաճիկ է, Նիկոլը իրենից ոչինչ չի ներկայացնում, վզից թոգը գցած, հրաման տալով տանում են եւ ասում են ինչ անին։ Եվ ինչի համար են Նիկոլին այսպես 4 կողմից մարդ դնում իր հետևը, օրինակ ազգային ժողովի նախագահ Դրին Ռուբինյանի, չէ, որ ռուսների կողմ չկարանա թեքվի։ Չնայած արդեն Նիկոլն էլ չի ուզում ու չի էլ թեքվելու, որովհետև ամբողջությամբ հելել է, իսկ այն երկակի խաղը, որ խաղցել է տարիներ շարունակ, հիմա հենց ռուսներն են կոնկրետ դրել, որ էլ խաղալ չկա։ Կոնկրետ որոշումներով պետք է հանդես գաք, չեք գա, մենք ենք հանդես գալու։ Հիմա Նիկոլեն կոնկրետ որոշումներով հանդես չեն գալիս, ռուսներն են գալիս։ Ոչ թե Նիկոլ անձերի դեմ, Նիկոլ անձը իրանց համար ոչ մի բան է։ Նիկոլ անձին ոնց ուզենան հետը կվարվեն։ Նրանք այս ամեն ինչ անում են հայ ժողովրդին ու հայ ազգին հասկացնելու համար։ Ու նույն այդ հանդիպումը, որ վերջի անգամ Պուտինի հետ տեղի ունեցավ, ու ես գրեցի իմ Facebook-յան էջում, որ սա Պուտինի վերջին հանդիպումն է Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլը ասում էր ընտրություններից հետո թռնելու եմ Մոսկվա, սա հարցերը գցեմ տեղը գամ, բա ուր է։ Բա թռի արա Մոսկվա միատ լուծես մարդկանց հարցերը։ Բա խեր խափում ժողովրդին, այ մուտիլովշիկ։ Էդ եք դուք արա խափե բա ստախոսներ եք։
Հիմա էլ եմ ասում, ժողովուրդ ջան, այս քաղաքականությունը պետք է վերջ տրվի։ Կամ պետք է ինքը կանգնի հայտարարի, որ ռուսների հետ, այս չինացիների, ռուսների, պարսիկների, այս ապարատուրայի հետ ենք մենք առաջնային։ Ես չեմ ասում, եթե մենք սրանց հետ ենք, հայտարարենք, որ Եվրոպան մեր թշնամին է, Ամերիկան մեր թշնամին է, ոչ։ Մենք մեր առաջնային քաղաքականությունը տանում ենք այս երկրների հետ։ Նրանք մեզ թշնամի չեն, ոչ Ֆրանսիան է մեզ թշնամի, ոչ եվրոպական որևիցե։ Մենք ունենք թշնամի Ադրբեջան եւ Թուրքիա։ Այս մոլորակի վրա ուրիշ թշնամի չունի մեր ազգն ու մեր պետությունը։ Մեկ էլ ներսի դավաճան թշնամիները սա ուրիշ հարց է։ Սրանք ամենանենգ թշնամիներն են մեր ազգի համար։ Այդ իսկ պատճառով ես ասում եմ, ժողովուրդ, աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել։ Մենք պետք է ընտրություն կատարենք, որ բլոկի հետ ենք ճամփենացնում։ Դրված այս հարցը կոնկրետ Հայաստանի առաջ։ Չինաստան, Ռուսաստան, Պարսկաստան, այս բլոկն ենք ընտրում, թե Թուրքիա, Ադրբեջան, Ֆրանսիա, Եվրոպա, Ամերիկան sense մեկ էս կողմ, մեկ են կողմ։ Ասեք, ես չեմ տեսնում Հայաստանի ապագան Թուրքիայի, Ադրբեջանի բլոկի մեջ, որտեղ խժռելու են մեր ազգին, հոշոտելու են, ցեղասպանելու են։ Նիկոլն ու իրանց թիմը տեսնում են։ Այդ մարդիկ ասում են, որ կա հնարավորություն ադրբեջանցիների հետ համերաշխ ապրելու։ Ես ասում եմ, չկա, ընկեր ջան, որևիցե ձևով չկա։ Եթե Նիկոլեն Կետկան համոզված ու վստահ էին, որ կա ադրբեջանցու հետ խաղաղ ապրելու, ԿՊ-ով հանդերձ, Նիկոլենց իրենց կողմնակիցներով հանդերձ, այս 2 տարին կարային գնային Արցախ, մի հատ ապրեին ադրբեջանցիների հետ հաշտ ու համերաշխ, մենք էլ տեսնեինք այստեղից կարող է ինչ-որ բան մեր մոտ փոխվեր։ Բա ինչի չեն գնում, փաստացի մեր աշկի առաջ փախել են, Արցախցին ասում է, արցախցիներն էլ իմ կարծիքին են։ Արցախցիներն էլ ասեցին, որ չենք կարա, մենք Ադրբեջանի հետ ապագա չենք տեսնում։ Մարդ, ոչ մի մարդ չմնաց չապրավ ադրբեջանցիների մեջ։ Արցախցիներին մեղադրում են, ասում են ինչի փախակես արիկ են արիկ, որտեղ այդ մարդիկ ապագա չեն տեսնում Ադրբեջանի իշխանության հետ։ Դուք եք տեսնում։ Դուք եք ասում կա հնարավորություն ապրելու ադրբեջանցիների հետ համերաշխ։ Ես էլ ասում եմ կա, ապացուցեք։ Ձեր այստեղի տները տվեք արցախցիներին, դուք գնացեք Արցախ, արցախցիների տները ապրեք։ Ապրեք հաշտ համերաշխ, ախպերություն արեք, առևտուր արեք, ԿՊ-ն ու ԿՊ-ականները պրոբլեմ չունեն։ Գնացեք, ապրեք, ապացուցեք։ Չեք խաբում, հիմա էլ բերեք Ադրբեջանին մտցնեք այստեղ ու այստեղ էլ չապրեք։ Ոչ մենք կարանանք այստեղ ապրենք, մեզ էլ այստեղից քոչացնել տակ, ոչ էլ դուք եք մնալու ապրեք, դուք էլ եք փախնելու։ Այդ ձեր արածի միտքն ու նպատակն ու իմաստը դուք կարաք այս մարդկանց քանդել նա, ուրիշների հրահանգ կատարելով այս ազգին, ըստ իս քոչացնել այս մի կտոր հողից, զրկել նա հայրենիքից, պետությունից, պետականությունից զրկել նա, դուք ես եք ուզում անեք։ Դուք ձեր ծրագրով ես եք բերելու, ինչքան ուզում եք ինքնախապեյությամբ զբաղվեք ու փորձեք ազգին էլ խաբել։ Ընկեր ջան, մեր ազգի 90%-ը չի տեսնում Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու հնարավորություն։ Այս պայմաններում, ասենց կզած, ասենց թուլացած, միայն այն պարագայում կտեսնենք, երբ որ մենք ուժ ունենանք, մենք իշխենք, մեզ չթելադրեն։ Էդ էլ չափավոր մենք կորոշենք ինչ չափի կարելի է, ինչ չափի չի կարելի։ Քանի Ադրբեջանը իր մեղքերը չի ընդունել, քանի Թուրքիան իր ցեղասպանությունը չի ընդունել, այդ մարդիկ իրապես պատրաստ չեն հայի հետ բարեկամանալու, կեղծ բարեկամության վերջը դա ցեղասպանության է բերում։ Եվ եթե ամփոփենք այսօրվա ձեր կոչն էլ, իրական բարեկամություն ուզողները այդպես չեն լինում։ Իմ կոչն է այսօր նաև ժողովուրդ ջան, հավաքվում անդիմադիր ուժերը սահմանադրական դատարանի մոտ, իրենց տված հայրենակիցների քվեներին տեր կանգնելու, քանի որ տեսնում եք, այս թուրքահպատակները գողանում են մարդկանց քվեները։ Ծառուկյանի 60,000 ձենը գողացան։ Ժողովրդավար ընտրությունը, կեղծիք չկա, 100 ձենի համար 60,000 ձեն են փոշիացնում։ Էսա, դրա համար հավաքվում ենք, պետք է համախմբված լինենք, բոլորիդ ասում եմ, որ ձեր տված քվեին պարտավոր եք տեր կանգնելու, ամեն մեկը, սա մի մարդու հարց չի, մի ուժի պայքար չի, սա բոլորիս ապրելու
կյանքի հարցն է։ Շնորհակալություն։